Նա երբեք ոտք չդրեց Հայաստանի հողի վրա, բայց շատ խոր հետք թողեց մեր գրականության ու մշակույթի պատմության մեջ։ Նրա աննման հրաշք պոեզիան, ներծծված հայկական բանաստեղծական ժառանգության մոտիվներով դարձավ երկու մշակույթների, հայկական և ռուսական պոեզիան կապող կամուրջ։ Նա մեծահամբավ Աննա Ախմատովան էր, ով ոգեշնչվել էր Հայաստանով իր մտերիմ ընկերոջ Օսիպ Մանդելշտամի Հայաստան կատարած այցելությամբ։ Մանդելշտամը հիացած Հայաստանի գեղեցկությամբ, պատմությամբ, հարուստ ժառանգությամբ, հյուրընկալությամբ, ճամփորդությունից վերադարձավ կերպարանափոխված։ Հայաստանի մասին նրա պատմությունները Ախմատովայի հոգում թողեցին մեծ հետաքրքրություն և ավելին իմանալու ցանկության կայծ։ Ախմատովային իր բարեկամները կնչեցին Անուշ անունով։ Անուշ, որովհետև Մանդելշտամը և մյուս գրողները, ովքեր սիրում էին Հայաստանը, շատ լավ ծանոթ էին Թումանյանին, Անուշը, Անուշ այդ անվանումը, Թումանյանի հայտնի պոեմից է քաղված, և Աննա Ախմատովան ընկերական շրջապատում բոլոր նամակներում այդպես են գրում. Անուշ, կնքվեց Անուշ անունով։ Եվ այսպես Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունից փոխառված Անուշ անունով ոգեշնչված Ախմատովան սկսեց ուսումնասիրել մեր գրականությունն ու մշակույթը։ Այս անունը նրա համար դարձավ Հայաստանի հետ կապի խորհրդանիշ, անձնավորելով նրա կանացիությունը, ապրումներն ու փոթորիկները իր հոգում։ Ես այս շրջանը Ախմատովայի կոչում եմ ընկղմում հայ գրականության մեջ։ Ուսումնասիրելով Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, Ախմատովան չէր կարող անտարբեր մնալ Հայաստանի պատմության ողբերգական էջերի նկատմամբ։ Թարգմանելով Թումանյանի քառյակները, երազումս մի մաչի շատ լավ գիտեք, նա նախագծում է նաև իր սեփական ողբերգությունը, իր ամուսնու մահը, իր որդու ձերբակալությունը։ Հայ գրականության մեջ գտել էր հայելին իր հոգեկան տառապանքների։ Հայի նմանակում այս վերնագրով թարգմանության մեջ Ախմատովան փորձում է պատմել մեր ժողովրդի գլխին եկած փորձանքներն ու աղետները, հայոց ցեղասպանությունը, զուգահեռ անցկացնելով ստալինյան ռեժիմի բռնաճնշումների հետ, ինչը ինքը տեսել էր լիուլի ու տառապել էր այդ տարիներին, շատ ծանր կյանք ապրելով։ Նրա ստեղծագործությունն ու թարգմանությունները ես անվանում եմ այսպես երկխոսություն հայ բանաստեղծների հետ։ Ախմատովան իհարկե չի սահմանափակվել միայն Թումանյանի ուսումնասիրությամբ, նա թարգմանել է հայ դասականների Վահան Տերյանի, Դանիել Վարուժանի, Իսահակյանի և Չարենցի ստեղծագործությունները։ Նա առանձնահատուկ համակրանք ուներ Չարենցի նկատմամբ, հիանալով նրա բանաստեղծական տաղանդով ու մտքի խորությամբ։ Ժառանգություն, որ ապրում է, այսպես ներկայացրեց հայ գրականությունը աշխարհի մեծագույն գրողներից մեկը, աշխարհահռչակ Աննա Ախմատովան, և Չարենցի թարգմանությունների ժողովածուն, որի վրա Ախմատովան երկար աշխատեց, թեպետ լույս տեսավ նրա մահից 20 տարի անց, սակայն նրա ներդրումը անգնահատելի է։ Նա ռուս ընթերցողներին ոչ միայն ծանոթացրեց հայ պոեզիայի գլուխգործոցներին, այլև դրսևորեց խոր ըմբռնում և կարեկցանք մեր ողբերգական պատմության նկատմամբ։ Աննա Ախմատովայի և Հայաստանի պատմությունը սիրո, ոգեշնչման, մշակութային երկխոսության լավագույն մի օրինակ է։ Առանց մեր երկիր այցելելու նա կարողացավ զգալ մեր հոգին, գեղեցկությունն ու ողբերգությունը, թողնելով իր հետքը մեր սրտերում։ Հուլիսի 11-ը Աննա Ախմատովայի ծննդյան օրն է։